Բարև ձեզ։ Տատ ջան, բարև։ Երևանից ենք եկել։ Ուզում ենք ձեր հետ խոսել, շիկահողից եք, չէ։ Հա։ Ստեղ դի։ Տատ ջան, ոնց եք ապրում շիկահողում, ոնց է ձեր կյանքը անցնում, ձեր ապրուստը ոնց եք հոգում, ոնց է կյանքը ընթանում։ Դե ոնց ապրեմ, ասեմ, առաջներն անասուններ շատ էինք պահում, հնդուշկաներ, հավեր, շատ պահում էինք, հետո որ երեխաները թորնիկներ ունեի, ստեղ էլ դպրոց չկա, թողեցին գնացին Ղափան, այնտեղ պատրաստվեցին, գնացին, բարձրագույն ընդունվեցին, մեկը բուժկուհի է Ղափանում մանկական, ավարտել է արդեն երրորդ այն աշխատում է, մյուսն էլ հիմնարկությունը չգիտեմ ինչ է, հեռախոսով է, դասատու է։ Հա, հասկացա։ Այդպես ապրել։ Դուք մենակ եք այստեղ։ Ես տղաս գալիս է, գնում է։ Այսօր առավոտը գնացել է, վաղ առավոտը գալուս, մենային աշխատող է, դե ընտանիքը հենա այնտեղ, այստեղ աշխատանք չկա որ անի, գյուղատնտեսությունը ինչքան էլ որ անիս չես կարա ընտանիք պահես, Գլուխ չես կարող։ ինչքան էլ որ անես, ինչքան էլ անասուն շատ պահես, ինչ էլ անես չես կարա ընտանիք պահես։ Տատ վերջին տարիներին ձեր կյանքը ավելի բարելավել, ավելի լավ եք ապրում, քան առաջ։ Դե ես ինչ ասեմ։ Այո, վերջին տարիները համեմատած մեր թվերին 40-ից հետո միջով 60-ը հիմա շատ լավ է։ Մենք այն ժամանակ շատ կներեք, որ երեխաներ ունեին, փալած չկլեճարում, որ փաթաթենք։ Հին շորերը կտրում էինք, օրորոցում դնում, օրորում։ Հիմա ինչ կա, կնոպկա, հոփն տալիս Պամպերսն հագցնում իրան գնում իրան գործին գնում լվացքը էթա լվացքի մեքենա Կյանքը հեշտացել է տեխնիկայի զարգացման արդյունքում, բայց ես նկատի ունեի վերջին իշխանությունների օրոք ձեր կյանքը, այսինքն վերջին 6-7 տարում ավելի լավ է թե չէ։ Ես իշխանությունների հետ կապ չունեմ, չեմ կարող ասեմ։ Բայց դե ով որ աշխատում է ապրում է։ Ով աշխատանք ունի կա։ Ով աշխատի ընկուտի։ Այո, ով աշխատի ընկուտի։ Իսկ ոնց է ձեր թոշակը ստանում եք, գոհ եք, գոհ չեք, ոնց եք գոհ եմ 60,000 թոշակամ ստանում, բայց որ հիմա գցել են փոշտը քարտայինը դրանից դժ գոհ եմ։ Չեք կարողանում անկանխիկ գնումներ անել, որպեսզի տոկոսներ կստանաք, ասում են անկանխիկ գնումներից։ Քարտով դուք շիկահողում ոնց։ Քարտով են գցել, գնամ քարտս գցեմ, թոշակս անեմ։ Այնտեղ ես առևտուր չանեմ, իրենց օգուտը որտեղ է մնալու։ Հա։ Մնալու է։ Դե չէ։ Այսինքն ձեզ կոնկրետ շիկահողցի որպես դա ձեռնտու տարբերակ չի։ Այդ քարտային։ Ենթադրեք, թե ես ոտի վրա եմ գնում եմ, բայց ինձանից մեծերին էլ կան անկողնա են, բայց նրանք ոնց են գնալու, ոնց են տալու։ Դա հասկացա։ Դե ինչ ասեմ։ Տատ, այս շիկահողում դուք սահմանի բերան եք, անվտանգ ձեզ զգում եք, թե չէ։ Ես անվախ եմ, վախող չեմ, ինչ էլ լինի։ Ես չգիտեմ սեպտեմբերի 22-ներ, երբ որ թիվեր գիշերը կրակում էին, ես էլ մենակ ստեղ։ Մեր այնտեղ են սարի տակին մեզ չաստ ունեինք, պոստ ունեինք։ Այնտեղից կրակում էին, ես քնած էի, չէի իման, տղաս զանգել ասում, մամա, կռիվը սկսել է, գիտես, ասում չէ։ Վերկաս գնա ապաստարանը, ասում եմ մերնի մատ չեմ գնալու, ես ապաստարան մի խիլը
կլուբի մոտա վերևից է գալիս։ Հա։ Հա, այնա կլուբի տակ են ժողովուրդ քեծում պամենակ տուտը ինքսան ասամ չեմ գնա դուրս եմ գալիս այնտեղ երկար բալկոն ունենք բալկոնով նայում տեսնում ոնց են կրակում մերոնք են կրակում նրանց իդին հենց նույն բարադի կրակում են էլ թե բախացնելու թե իրոք տեղը գիտեն չեմ կարող ասեմ կրակում ես էլ դուրս էի գալիս նայում չէի վախենում Արդեն սովորել եք դրա համար չեք վախենում Դե սովորել եմ համել դե հա էլի սառնասիրտ եմ սիրտս պնդա Տատ 90 տարեկան եք դուք պատերազմներ եք տեսել շատ բան եք տեսել 41 թվի պատերազմները մուկ կաղինը գիտես ինչա կաղին ծառ կաղինը բերք փեչ վրա խորովում էինք ուտում Կաղին էիք ուտում կաղին էինք խորովում հումը չես կարող ուտես կաղինը խորովում էինք ուտում այդ կոլխոզեր անասունների համար քոսպն լասում քոսպ սենց բոմբի բարակ բոմբին մապինդ աստատկաներ պնդացրած գնում էին բերում տամ անասուններին մարդին նրանցից մի քիչ գողանում էին բերում իրենք փեչ վրա տակացունում ուտում հաճարը գիտես ինչա հաճարը ղանձում էինք մեկ սենց դնում սեմոշկի նման միջուկու հանում թեփը գցում միջուկու ուտում շատ դաժան բաներ ենք տեսել պրոշը գիտես ինչա պրոշնը լոբը խճիպի լոբը խճիպի չոլոբի մեջ ցանումս պատյանը են աղմուկլա ալուրի հետ խառնում հատ սարկում ուտում դրա համար երկար եմ ապրում Շատ բաների միջով եք անցել, որ ասում են խաղաղություն ա լինելու Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, հավատում եք դուք այդ խաղաղությանը։ Չեմ հավատում։ Չեք ուզում, չեք հավատում։ Ինչի, որովհետև Ալիևին չես կարող վստահել։ Ալիևը ագրեսիվ մարդ է։ Իրան այսքան խիղճ չունի։ Ինքը ուրիշ տեղից վարձ զինվորներ ապերում կտորում իրան վեջի չմուկայի մի բուր մարդիկըք մեզանից է գոնում երեխաներից մեթորներից Մի բուր ինը աղջիկ թուրն ունեմ մի տղա ասում եմ գնամ վայանկոմատում ասեմ մեղք եմ էլի մի տղա բացառություն չեն թողածել որ գնամ Հենա ծառայում ես ամառը պիտի կա հաջողություն լինի Ես խաղաղություն եմ ուզում, խաղաղություն Թեկուզ մի քիչ ապրուստ դժվար լինի կստեղծվի Բայց խաղաղությունը չես կարա Որ վախենաս գնաս Են կողմի ծառի տակից պտողները հավաքես Ոնց կլնի Բայց խաղաղությունին կբերես օրդ անց կկացնես Կտանես ծախես հացի փող կաշատես Տատ հիմա նայում ենք շիկահողի շատ դռներ փակ են, տները փակ են, տնտեսությունները փակ, մարդիկ տուն տեղը ստեղծել, թողել գնացել։ Էս գյուղումնի նախկինում մի 20-25-30 տարի առաջ փողոցներում լույս չկա, ավտոբուս չկա, որ հիմա ձրի կա, այն ժամանակ խիչի կար։ Խիչի մեր փողոցներում լույս կար։ Ժողովուրդը խիչի աշխատանք կամար գյուղումը 30 հատ հիմնար ձեռնարկություն կար թվե մեկ հիմնար ձեռնարկություն Դա նախկինում եք ասում ոչ թե հիմա որովհետև ասեցիք հիմա աշխատատեղ չկա Հիմա աշխատատեղ չկա մեր գյուղումը ռադիո ուզել կար Փոշտ կար Փոշտի վարիշ կար, խնայդրամարկր կար, եկը հիվանդանոց կար 25 կոյկանոց, ծնդատոն կար, ծնունդ ազադող կար, կներեք, ապտեք կար, Ես ինչ ասեմ, շատ միտս չի, շատ Հիմա բոլորը փակվել են, դպրոցնել է փակվել Դպրոցնել է փակվել, մի երեխայի համար Մի երեխա կա շիկահող Մի երեխա կա մա գյուղում, մի երեխա Մեկ տեսնում են եկե դպրոցը մի երեխա, բայց աշխատողների շատ են։
Դե դա ինչի։ Բա այդ մի երեխան գնում է դպրոց, թե հարակից գյուղեր է գնում դասի, այդ մի երեխան։ Հարակից գյուղեր չի գնում, ստեղ է պարապում հիմնական, բայց մեզանից այն կողմին մի փոքր գյուղ կա, դեռ մի 6-7 աշակերտ կա։ Ճիշտը չեմ կարող ասեմ, կա է, չի։ Լավ, տատ, բա ինչի են գնում ձեր կարծիքով, ապագա չեն տեսնում գյուղում, թշնամու ահից են գնում, որ շրջափակված եք, ինչի՞ց։ Գյուղում ապագա չեն տեսնում։ Գյուղի ամեն ինչի դժվար է։ Էս ինչ փայտ է մերում։ Փայտս կնկարի քցիկ տելևիզոր է։ Շատ լավ։ Գյուղում ապրում 4 կողմուսա անտառա։ Իրավունք չկա մի անտառից դիմի փայտ մանավանդացը։ Հա, Կենտանին իրավունք չկան կտրես։ Տղաս գնացել է չոլերից հավաքել լցրել։ Մամա յոլա գնա միջոտակ է կընկնեն։ Բա հիմա ո՞րն է ձեր ամենամեծ հոգսը, ինչ հարց կուզենայիք, որ լուծվեր, ասենք վարչապետին տեսնեիք, ինչ կասեիք իրեն։ Ես վարչապետին որ տեսնեմ, ալ գյուղի փայ վերատրած, բաժինի պրծածա, գյուղացու բաժինի պրծածա։ Ինչքան էլ որ մնան, այս մնացողները մի 55-60 տարեկան մարդիկ են։ Ինձ նման մի հատ էլ կին կա այն կողմին։ Մնաց բոլորը կարելի ասած միջահասակից բարձր են էլի։ 40-50-60 տարեկան մինչև 70 մի մարդ միկին կամ մեկին գյուղի ջահալների գնացել են գյուղում մարդ չկա որ դպրոց չկա մանկապարտեզ չկա հարցը ստեղ դասատուլ է Հա ստիպված գնաց 22 տարվա մանկավարժական ստաժ ունի ինքն էլ իմը չի որ գովում եմ Են աստվածը են ես, ենքան լավ ընդունակ էր որ, կեզ կտեսներ մի ոտանավոր կգրեր, այսօր որ միջոցարում կա, մի միջոցարում կձիվակեպ է, թատրոնից բանից էլի, բեմի վրա, ժողովրդի համար։ Մնացել է, շիկա հողում է նա հիմա, թե գնացել է։ Գնացել է, բա 3 երեխոնի, 3 նա բարձրագուն, են մի տղա թուրոն եմ, ծրագրավորող ընդունվել է գնացել բանակ, ամառը գալու է գնա շարունակի, են երկուսն էլ ավարտել են, հենն աշխատում, բա դպրոց կրճատվել է, երեխա կչելցել են, աշխատավարձը կչացել է 30 ռուբլու համար ինքը ստեղ կկանգնե, հիմա գիտես ընդեղ ինչ է աշխատում, այիմում հավաքարարա, 22 տարվա մանկավարժական ստաժ ունի, քննություն է տվել ինստիտուտ ավարտների, մաթեմատիկան, ինքը շահել է, տնօրեն ասել է, ափսոսում եմ քեզ աղջիկ ջան, խիչ ես գնացել բարձրագույն հեռակա ավարտել, դե միջոց չկա, չի գնացել։ Ափսոս։ Դե հիմա տատ ջան, ինչ է պետք ձեզ, որ երջանիկ ապրեք ձեր տարիները։ Մենակ առողջություն ցանկանում, առողջություն մեջում, առողջություն։ Համ թիվն է վատացել, համ ժողովուրդ սախ հիվանդ են։ Որն խոսում ես վախանում եմ իմ հարազատների մոտ, ասեմ այստեղ ցամ այնտեղ։ Ասում դու լավ ես, մեզանից լավ ես։ Հիշողությունդ լավ է, քո ձիքս քալվածքդ լավ է, էսեն Դու մեզանից լավ է, դու մեզանից խոզ է, 1000 մի տեղերներ ծավում է։ Բախենում ես, որ ասես հիվանդ եմ, իրեն քեզանից առաջ են անգնում։ Մենք տղաս ղափանում ու աշխատում է, ինկուբացիա պերած դրեց, ոչ տեր հանի, շապատ չէ, որ մեծ գալիս է, ես ինձ ասում է գործ ունիր, ինք գալվա կերակրի գնա, ուզում է որ թշնաբուծակոնը զարգացնի, միս արտադրի, քաղաքում ապրիստը արտադրի կարող է ստևր գործ լինի, կգա էստեղ, թող երեխաներ ընդեղ մնան, բայց ինքը
Չի կարա առանց գործի մնա։ Այն տարիք չէ, թոշակը չի, պենջի։ Դա դուք չեք մտածում, որ դուք էլ գնաք քաղաքում ձեր ընտանիքի հետ ապրեք։ Ես գնում եմ, չեմ կարողանում մնամ։ Ընտանիքը ինչա կվատիրա, մի լուսամոտ այնտեղից է, մեկն էլ դուր բացում ես կողնից է։ Այնտեղ նայում ես սարանա, այստեղ նայում ես սարանա, այն աղափանին ծանոթ եք, այնտեղ մի վիշկա կա է, բաղաբուրջի վիշկա, այն ես տեսնում, ես լուսամոտ ու նայի այն լուսա, գնամ այնտեղ ինչ անեմ, գնում եմ, չեմ կարողանում մնամ։ Ձեր անուն ազգանունը տատ։ Հա? Անուն ազգանունը ձեր անուն ազգանունը։ Իմ անուն ազգանունուս ես շատ ուրախ եմ, որ հայ եմ, շատ էլ ուրախ եմ, որ անունս էլ հայ ազգանունուս էլ, Պատվականյան Ցողի Գարեգինի։ Ուրախ ենք։ Հպարտանում եք, որ հայ եք։ Ես հպարտանում եմ, որ հայ եմ, բոլորին է խորհուրդ տամ, որտե այս բժշկի ավարտած թորնիկը սիրում է գնաց տեղ, ասում ոնց է, մեկն էլ Երևան ունեմ, նրան էլ եմ հարտամ, ասում չէ տատի, որտեղ էլ որ գնում եմ Հայաստանից լավ երկիր չկա, Հայաստանից դա իմ ցանկությունս է, ես ուզում սերմանիմ բոլորի մոտ, որ Հայաստանից լավ երկիր չկա։ Անկամ այսքան խնդիրներով, անկամ մարտահրավերներ, պատերազմի մեջ, բայց միևնույնն է մերն է։ Միևնույնն է մեր երկիրն է։ Մջահիս չկա, մոծակ չկա, ծով չկա, խանգարող չկա, լավ բնություն են տվել, աշխատի, առողջ ես, առողջ եղիր, աշխատի ապրի։